Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից։ Ես Քնարիկն եմ եւ հրավիրում եմ ձեզ իմ արդյունավետ եւ շատ հետաքրքիր պարապմունքին։ Ինչպես կասեր մեծ փիլիսոփա Արիստոտելը, շարժումը կյանք է եւ ես համաձայն եմ նրա հետ։ Եթերում է Մարզվենք միասին հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրն է Free News հեռուստաընկերության լուրերի հաղորդավար եւ մեկնաբան Գեղեցկուհի Անի Ստեփանյանը։ Ողջույն Անի։ Ողջույն Քնարիկ։ Անի, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, շատ ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Ես էլ եմ շատ ուրախ Քնարիկ ջան, շատ ուրախ եմ հրավերի համար։ Իմ սիրելի գործընկերուհի ջան, արի գնանք մանկություն։ Լավ։ Ինչ ես կարծում մանկությունը, ինչ ազդեցություն է թողնում մարդու հետագա ամբողջ կյանքի վրա։ Օ Քնարիկ, ինչպիսի հարց, մեր ամբողջ հետագայի կյանքը հիմնված է մեր մանկության վրա։ Գուցե 20 տարեկանում օրինակ մարդու մոտ ի հայտ է գալիս որևէ հոգեբանական խնդիր։ Հոգեբանը առաջին քայլը, որ անում է իրեն օգնելու համար, մանկություն գնալն է։ Ցանկացած բաց թողում մանկության մեջ երբեք հենց այնպես չի անցնում։ Միշտ ինչ որ ձևով արտահայտվում է հետագա կյանքում։ Դրա համար շատ ճիշտ է ծնողի դերը եւ ազդեցությունը եւ ճիշտ դասյարակությունը երեխայի կյանքում։ Այսինքն դու նկատի ունես, երբ մենք ծնվում ենք կմախքով, կմախք նկատի ունեմ ճակերտների մեջ եւ մնացած ամեն ինչ, ինչը ձևավորվում է մեր էության մեջ, դա կախված է արդեն մեր մանկությունից, մեր ծնողների դասյարակությունից, ես նաեւ ավելացնեմ շրջապատից, բակից, կրթությունից եւ անցած ճանապարհից։ Գիտես, դասյարակություն ընդհանրապես որպես այդպեսին, ծնողի դասյարակություն դա շատ լայն մի հասկացություն է, որի մասին անդադար կարելի է խոսել, մի քանի ժամ կարող է տևել, եթե մենք խոսենք դասյարակության օրինակներից, մեթոդներից եւ այլն։ Սակայն ես հիմա կցանկանամ անդրադառնալ ինքնուրույն երեխա մեծացնելու այս խնդրին, որը ինձ շատ հաճախ է պատահում։ Եթե դու քո երեխայի փոխարեն անում ես իր դասերը, քո երեխային երբ ընկնում է, վազում ես, արագ վեր ես բարձրացնում, դու թույլ չես տալիս, որ նա գտնի ճանապարհը։ Եվ եթե դու թույլ տաս, որ նա գտնի ճանապարհը, ապա հետագայում, եթե կյանքում որևէ խնդիրների բախվի, նա կգտնի ճանապարհը եւ չի սպասի օգնության։ Սրանք զուգահեռներ են մանկության եւ արդեն ավելի գիտակից եւ ինքնուրույն կյանքի միջև, որոնք շատ լուրջ ազդեցություն են ունենում մարդու կյանքում։ Ու մեր դերը հետո մեր երեխայի կյանքում պետք է լինի ոչ թե պարտադրողի, որովհետեւ մենք լույս աշխարհ ենք բերել եւ պետք է պարտադրենք, ոչ։ Մենք պետք է ցույց տանք ճիշտ ճանապարհը եւ նա ընտրի այդ ճանապարհը։ Շատ սիրուն, սուսպ եւ նուրբ կերպար։ Այդպեսին ենք մենք բոլորս տեսնում Անի Ստեփանյանին։ Իսկ այդ կերպարի մեջ ինչ է թաքնված։ Էներգիայով լի, շատ աշխույժ, կյանքը շատ սիրող Անի։ Ահա, խոսեցինք էներգիայից։ Երբ քո մեջ կուտակվում է էներգիան, ինչպես ես այն դուրս մղում։ Եվ մեկ հարց եւս ընդհանրացնեմ։ Եթե դու սթրեսի մեջ ես լինում, եթե իհարկե լինում ես, ինչպես ես դուրս մղում քո միջից սթրեսը։ Ինչ մեթոդների ես դիմում եւ որ մեթոդներն են քեզ օգնում։ Էներգիան դուրս եմ մղում պարելով։ Իսկ սթրեսից դուրս եմ գալիս իմ մեջ եղած հարցերին ճիշտ պատասխաններ տալով։ Ճշմարտության աչքերին նայելով։ Ընդհանրապես ինչ է սթրեսը։ Սթրեսը բացասական զգացմունքների կույտ է, որը պետք է կարողանալ ճիշտ ձևով դուրս մղել օրգանիզմից։ Մնում է կարողանալ։ Կկարողանանք այն ժամանակ, եթե մենք կարողանանք ճիշտ կառավարել մեր միտքը։ Որովհետև եթե առողջ է միտքը, առողջ է բանականությունը, կկարողանանք նաև ճիշտ ձևով դուրս մղել այդ սթրեսը։ Զգայուն ես դու։ Շատ։ Նրբանկատ ես։ Այո։ Իսկ սիրո դրսևորման մեջ արտահայտվող ես թե զուսպ։ Եթե ես ուզում եմ ասել, որ ես սիրում եմ, ես ասում եմ։
Այսինքն ինչպես կնկարագրեք դա զուսպ սեր է թե ոչ, բայց ես այդպեսին եմ։ Ես չեմ թողնում վաղվան ես քեզ սիրում եմ ասելու պահը։ Հետաքրքիր է անի, ընդհանրապես այդպեսին են այն մարդիկ, ովքեր իսկապես տրավմա են ունենում, սովորաբար։ Այն մարդիկ են ապրում եւ ակնհայտորեն եւ ամբողջ մարմնով զգում, որ հիմա պիտի ապրեն, որովհետեւ վաղը կարող է չլինել, այն մարդիկ, ովքեր շատ դժվար ճանապարհ են անցել։ Ես չեմ ասում, որ վաղը կարող է չլինել։ Եվ չեմ մտածում, որ վաղը կարող է չլինել, որքան էլ կարող է վաղը չլինել։ Բայց իսկապես չես մտածում։ Ոչ։ Եթե ես ուզում եմ գրկել մորս, ես գրկում եմ մորս։ Եթե ես ուզում եմ 10 անգամ երեխայիս ասել, որ ես իրեն շատ սիրում եմ, ես ասում եմ դա, ես չեմ սպասում։ Անի չես սպասում, բայց հոգեբանորեն նույն բանն է ստացվում։ Այսինքն դու գիտակցում ես, որ վաղը կարող է չլինել։ Հենց դա հոգեբանորեն դա նույն բանն է նշանակում, որ վաղը կարող է չլինել, այդ գիտակցումը քո մեջ նստած է հոգեբանորեն եւ ենթագիտակցաբար։ Միանշանակ, ինչու կա որևէ մարդ, ով վստահ կարող է ասել, որ մեկ ժամ հետո իր կյանքում ինչ է կատարվելու, որքան էլ օրինակ նա իր կյանքի առաջիկա 10 տարին պլանավորել էր։ Անի, այն մարդը, ով անցել է մահվան այդ ճահճի միջով, եւ այն մարդը, ով հարթ ճանապարհով է անցել, այդ վաղվա սարսափը, որ վաղը կարող է չլինել, տարբեր են զգում։ Անկեղծ ասած որևէ նման ճանապարհներով չեմ անցել, Փարքաստո։ Ես անցել եմ։ Ես նույնպես այսօրով եմ ապրում, դողում եմ այս վարքյանի վրա, բայց դա ունի իր հոգեբանական բացատրությունը եւ դրա բացատրությունը իմ անցյալն է եւ իմ անցած ճանապարհը։ Բայց նույն մարդը, որը չի անցել, հարթ ճանապարհով է անցել իր կյանքը, չի կարող զգալ, գիտակցել այս վարքյանի արժեքը, ինչպես որ ես եւ իմ նմանները։ Դրա համար երբ դու ապրում ես այս օրով, քո երեխային հիմա ես ասում, որ սիրում ես, դա նույնպես իր հոգեբանական բացատրությունը ունի միանշանակ։ Սակայն հոգեբանական պատճառները վերջնարդյունքի ժամանակ տարբեր են լինում։ Այսինքն ես հիմա կարող եմ ասել, որ Փարքաստո ես նման մահվան ճահճով եւ այլն նման դեպքեր չի եղել իմ կյանքում, որ հաղթահարեմ ու Աստծո կամոք թող չլինի էլ։ Այո, իհարկե։ Սակայն ես անցնում եմ այն մարդկանց հոգեբանության միջով, ովքեր ինձ հարազատ են։ Կարող է դա ինձ հետ չպատահել, բայց գիտակցում ես, ովքեր ինձ հարազատ են, իրենց հետ նման ինչ-որ մի դեպք պատահի, ես անցնում եմ դրա միջով։ Ժուրնալիստիկայի կյանքում կա մի ուշագրավ պատմություն, որը ես շատ եմ սիրում։ Ոմն մեկը ավարտելով համապատասխան ֆակուլտետը գնում է հեռուստատեսություն։ Եվ այնտեղ իրեն ասում են՝ դու շատ լավն ես, բայց ռադիոին ես հարմար, գնա այնտեղ։ Գնում է ռադիո։ Ասում են դու շատ լավն ես եւ ունես շատ լավ ձայն, բայց դու թերթին ես հարմար, գնա թերթի խմբագրություն։ Եվ տվյալ անձնավորությունը գնում է թերթի խմբագրություն։ Արագս ինչ կցուցանե։ Թերթի համար անհրաժեշտ է շատ լավ գրել, ռադիոյի համար շատ լավ գրել եւ շատ լավ ձայն, իսկ հեռուստատեսության համար շատ լավ գրել, շատ լավ ձայն եւ շատ լավ արտաքին։ Եվ ասա տեսնեմ իմ գոլեգա ջան, ինչքանով են կարևոր արտաքին տվյալները հեռուստատեսությունում հաջողություն եւ առաջխաղացում ունենալու համար։ Արտաքին տվյալները իհարկե հեռուստատեսության համար շատ կարևոր տվյալներ են, որը պետք է լինի, որովհետև առաջին հեռուստադիտողը քեզ տեսնում է ու գուցե դա վարքյաններ է տևում քեզ տեսնելը եւ քո խոսքը լսելը, բայց միևնույնն է առաջինը նայում է քեզ, որից հետո ես ավելի շատ կարևորում եմ ճիշտ խոսքը, եւ ձայնը, եւ խոսքը, եւ արտաքինը, եւ միտքը շատ կարևոր են հեռուստատեսության համար։ Անի, քո կարևորագույն ձեռքբերումը։ Իմ կարևորագույն ձեռքբերումը իմ բալիկն է։ Անդրանիկը, ով իմ ամեն օրը դարձնում է տոն։ Քո անիրականանալի երազանքը։ Իմ անիրականանալի երազանքը իմ կարծիքով Հայաստանում ապրող բոլոր մարդկանց սրտում է։ Դա Հայաստանը խաղաղ, ուժեղ տեսնելն է։
Անի, բայց ես հույս ունեմ, դա անիրականանալի երազանք չէ։ Ես էլ հույս ունեմ, բայց դեռևս այս պահին խաղաղ Հայաստան տեսնելը անիրական է։ Այդպես է դեռ չկատարված երազանք է։ Անի, ես այդպես չեմ ուզում մտածել։ Այդպես չուզենալ մտածել չի նշանակում, որ դա այդպես չէ։ Եվ հենց այդ իրականությունը շատ դեպքերում խանգարում է հստակ երազանքներ ունենալ, հստակ նպատակներ ունենալ, որովհետև միշտ վերջում կա այդ զգացողությունը։ Ես ուզում եմ, որ իմ երկիրը լինի խաղաղ։ Ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի խաղաղ, զարգացող Հայաստանում, որովհետև ես այսօր այստեղ եմ եւ ես պատրաստ եմ իմ կարողությունները ներդնել դրա համար։ Տխուր բաների մասին չմտածենք, փորձենք լինել ուրախ եւ հուսով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ քո թույլտվությամբ սկսենք։ Ամեն ինչ լավ է լինելու, քնարիք սկսենք։ Սկսեցինք։ Մեջք ուղում ենք։ Ձեռքերը դնում ենք ծոծրակին, գլուխը բերում ենք առաջ, պահում ենք։ Ուսերը սեղմում ենք հետ։ Ողնաշերը մաքսիմալ ուղիղ։ Որովայնի մկանները սեղմում ենք հետ։ Եվ դանդաղ գալիս ենք առաջ, անի։ Ձեռքերը թող, հասցնում ենք հատակին։ Ծնկները փորձիր ձգել, ահա, եւ կլոր մեջքով բարձրանում ենք վերև։ Եվ նորից գալիս ենք առաջ, ձեռքերը դնում ենք հատակին եւ կլոր մեջքով բարձրանում ենք վերջին անգամ, անի, փորձում ենք ձեռքերը հասցնել հատակին եւ կլոր մեջքով բարձրանալ։ Սկսում ենք ուսերով աշխատել։ Ձեռքերը թույլ թող, պետք չի ծալել, ուսերով։ 4, 3, 2 եւ հակառակ ուղղությամբ անի։ 4, 3, 2 ահա, ձեռքերը ուսերին հավասար, աջ ձեռքը հասցնում ենք ականջին, մարմնով թեքվում ենք, ողնաշարը ուղիղ, նորից ձեռքը գալիս է ուսին հավասար, այնուհետև աշխատում ենք ձախ ձեռքով, ողնաշարը թեքվեց, ուղղվեցինք, աջ ձեռքով, հասցնում ենք ականջին, թեքվում ենք, ուղղվեցինք ձախ ձեռքով, հասցնում ենք ականջին, թեքվում ենք, ուղղվեցինք անի, մյուս ձեռքով, թեքվում ենք, աշխատում ենք ողնաշարը անընդհատ ուղիղ պահել, թեքվում ենք, ուսերին նորից հավասար եւ վերջին անգամ ահա ուղղվեցինք, կողպեք, տեսանի, կողպեք, ահա եւ դանդաղ իջնում ենք, աշխատում ենք ծնկները ուղիղ պահել եւ զսպանակումներ ենք կատարում 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ ուղղվեցինք։ Ձեռքերը դնում ենք ծոծրակին եւ արմունկը հասցնում ենք ծնկանը, ծունկը վերև։ Մի ապ 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ մյուս կողմով փորձում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, հիմա աջ եւ ձախ եւ աջ, սկսեցինք, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ թռիչքներ են կատարում, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, հիմա տես, առաջ եւ հետ, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 6, 5, 4, 3, 2, stop! Իմ շատ սիրուն գործընկեր ջան, մենք մի փոքրիկ տաքացանք եւ արդեն կարող ենք անցնել մեր հիմնական աշխատանքին։ Մեջքը ուղղում ենք, վերցնում ենք, ահա այս ժապավենը, հագցնում ենք ձեռքերին, ուսերը հետ, ծնկները ձիգ, ոտքերը լայն, անի,
Մարմնով գալիս ենք առաջ, արտաշնչելով, ձեռքերը բարձրացնում ենք մինչև գլխի վերևի հատված եւ շնչելով իջեցնում ենք, անի պատրաստ ես։ Մեջքը պատմել, խնդրում եմ մի կախիր եւ սկսեցինք։ Այս վարժության ժամանակ հրաշալիորեն աշխատում են ուսագոտու մկանները, հիմնականում առաջնային դելտոիդները եւ հրաշալիորեն մարմնով իջիր, մեջքդ ուղիղ եւ աշխատում են մեջքի մկանները։ 3 4 5 6 7 8 եւս 4 հաշի 4 3 2 եւ ստոպ։ Հաջորդ վարժությունը նույնպես ոտքերը լայն, ծնկները ձիգ, նորից ռեզինա ձեռքերի վրա, պիտի նկարենք շրջան։ Անի ուղիղ ողնաշարով նկարում ենք շրջան։ Այդ վարժության ժամանակ նույնպես աշխատում են դելտոիդները, այսինքն ուսագոտու մկանները, եւ հակառակ ուղղությամբ 4 ողնաշար ուղիղ 3 2 եւ վերջին անգամ ստոպ։ Հաջորդ վարժությունը նորից ոտքերը լայն, ծնկները ձիգ, նորից ռեզինա, հագցնում ենք ձեռքերին, մեջքը անի մաքսիմալ ուղիղ, տես, գնում ենք կողք եւ գալիս ենք կենտրոն։ Այս վարժության ժամանակ հրաշալիորեն աշխատում են մեր կոնքամկանները, պատրաստ ես։ Պատրաստ։ Գնացինք։ Սա իմ ամենասիրելի վարժություններից է, ինչ այլոց ես շատ եմ օգտագործում այն։ Հրաշալի աշխատում են նաև մեջքի մկանները։ Եվս 4 3 2 եւ աշխատում ենք մյուս կողմով, պատրաստ ես անի։ Սկսեցինք։ Ընդհանրապես ռեզինով աշխատանք, անի ես շատ եմ սիրում։ Իսկ տանը պարապելու համար այն շատ հարմար է, որովհետև այս ռեզինները ձեռք բերելը շատ հեշտ է։ Ցանկացած սպորտային խանութից էլ կարող ենք ձեռք բերել։ Եվ հրաշալիորեն եւ հեշտությամբ աշխատել տանը։ 2 Լավ ես անի։ Լավ։ Եվ ստոպ։ Եվ թուլացնում ենք ուսագոտու մկաններ, անի, ձեռքը պահում ենք և ձեռքով թուլացնում ենք, ահա, ապրես, մեջքդ հետնի տար, մեջքը ուղիղ պահիր և մյուս ձեռքը։ Եվ թուլացնում ենք մեջքի մկանները, ծնկները փափուկ, գրկում ենք ազդրերը և կլոր մեջքով սեղմում դեպի մեզ, ծնկներդ և սեղմիր կլոր մեջքով դեպի քեզ շատ լավ։ Սկսում ենք նստատեղի աշխատանքը, ոտքը դնում ենք ծնկանը, տակի ոտքը դնում ենք կրունկների վրա, արտաշնչելով նստատեղի մկանը բարձրացնում ենք վերև, վերևում սեղմում ենք և շնչելով իջնում ենք, նստատեղը հատակին չպիտի դիպչի, անի, պատրաստ ես։ Պատրաստ։ Սկսեցինք, ստարտ։ Վերևում հիշեք, որ պիտի սեղմեք մկանները, դա շատ կարևոր է։ Եվս 4 3 2 և մեկ ոտքը փոխեցինք, դնում ենք ծնկանը, տակի ոտքը կրունկի վրա, պատրաստ ես անի, սկսեցինք։ Անի լավ ես։ Զգում ես մկաններդ։ Ամբողջությամբ։ Եվս 4 3 2 և 1 ոտնաթաթերը միացնում ենք իրար։ Հաջորդ վարժություն ոտնաթաթերն ենք միացնում իրար և կատարել ենք նույն գործողությունը, այսինքն նստատեղի մկանները բարձրացնում և իջեցնում ենք, անի սկսեցինք։
Եվս 4 3 արտաշնչելով բարձրացնում ենք, շնչելով, իջեցնում ենք, եվս 2 հաշիվ, վերևում սեղմում ենք, ստոպ, ոտքերը ուղղում ենք, ձեռքերը տանում ենք հետ, դանդաղ բարձրանում ենք, ձգվում ենք առաջ, այս վարժության ժամանակ հրաշալիորեն աշխատում են որովայնի մկանները, ողնաշարի մկանները, գալիս ենք, ձգվում ենք և գնում ենք հետ, գալիս ենք, ձգվում ենք և գնում ենք հետ, և վերջին անգամ անիջա, գալիս ենք, ձգվում ենք և գնում ենք հետ, մյուս վարժությունը նույնպես որովայնի մկանի համար է, գալիս ենք առաջ, դունչը բարձր, գրկում ենք ոտքը, արտաշնչելով ենք բարձրանում և շնչելով իջնում ենք, ձեռքերը բացելով, անի պատրաստ ես, սկսեցինք, դունչը բարձր, հայացքը առաստաղին, ձգվում ենք 8 7 6 5 4 3 2 1 անի մյուս ոտքով գալիս ենք առաջ 8 դունչը բարձր չենք մոռանում արտաշնչելով բարձրանում ենք շնչելով իջնում ենք եւս 4 հաշիվ ստացվում է անի 3 2 եւ վերջին անգամ հաջորդ վարժությունը նույնպես որովայնի մկանի համար է ոտքերը ուղիղ ձեռքերը դնում ենք ծոցրակին դունչը բարձր հեծքը առաստաղին կատարում ենք crunches արտաշնչելով ձգվում ենք անի դունչը բարձր եւ շնչելով իջնում ենք սկսեցինք Հաջորդ վարժությունը նույնպես որովայնի մկանների համար է ոտքերը ուղիղ ձեռքերը դնում ենք ծոցրակին դունչը բարձր հայացքը առաստաղին կատարել ենք crunches արտաշնչելով ձգվում ենք վերև եւ շնչելով իջնում ենք սկսեցինք դունչը անընդհատ կառավարեք շատ կարեւոր է հայացքը պետք է անընդհատ լինի առաստաղին Անի դու շարունակում ես անել, կա նաև դժվար տարբերակ, տեսեք, ձեռքերը խաչվում է, գլխի հետևում է դրվում եւ կատարում ենք ահա այս տարբերակով, այսպես ավելի դժվար է։ 7 6 դունչը նորից բարձր։ Եվ վերջին անգամ Սկսենք ոտքերի աշխատանք, տեսեք, ձեռքը նախաբազուկի վրա, տակի ոտքը տալված, վրայի ոտքը, կոնկոցիկ ոտնաթոթը դեպի մեզ, ոտքը արտաշնչելով բարձրացնում ենք վերև և շնչելով իջեցնում ենք անի պատրաստ ես, պատրաստ եմ, սկսեցինք։ Երեք, երկու, մեկ և զսպանակումներ ենք պատարում վերևում, 8, 7, 6, 5, 4, 3, 2, մեկ ևս 8, 7, 6, 5, 4,
3, 2, 1 շրջան, անի, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 հակառակ ուղղությամբ 8, 7, 6, 5, զգում ես մկանիդ, անի, անասել եմ զգում, դեռ խաղեր եմ զգում մկանների շրջանում։ Ոտքը մի փոքր բերում ենք առաջ, շատ չէ, և զսպանակում ենք կատարում 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, և 7, 6, 5, 4, 3, 2, 1, և սեղմում ենք հետ։ Ուղղվեցինք անպես։ Հաջորդ վարժությունը կոնքա մկանների համար է։ Տեսեք, կոնքա փակ, ոտքերը բարձրացնում ենք վերև, ձեռքը դնում ենք ծոծրակի, ապա շնչելով ձգվում ենք վերև և շնչելով իջնում ենք։ Սկսում ենք աշխատել անի։ Ծանրությունը անընդհատ դիգիսկում կոնքա մկանի հատվածում, բավականին դժվար և արդյունավետ վարժություն է։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե դժվար է, ոտքերը կարող եք դնել հատակի և շարունակել աշխատել, բայց եթե կարող եք ոտքերը օդում պահել, հավատացեք եղեք հրաշալի վարժություն է։ 8, 7, 6, 5, 4, 3, 2 և ստոպ։ Անի, ես ուզում եմ տեսնել քո երջանիկ դեմքնարտահայտությունը լավ է։ Ինձ երջանիկ եմ, բոլոր մկանները շատ ցավում են։ Ահա, դա է երջանկությունը, դա է երջանկությունը։ 4, 3, 2, 1, ստոպ։ Եվս 8 հաշի, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 և զսպանակումներ ենք կատարում անի, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, եվս 7, 6, 5, 4, 3, 2, 1 շրջան, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 հակառակ ուղղությամբ, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 ոտքը բերում ենք առաջ և զսպանակումներ ենք կատարում 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եվս 7, 6, 5, 4, 3, 2, 1 և շարունակում ենք կոնքամկանի վարժությունը, ոտքերը ուղիղ, բարձրացնում ենք վերև, ձեռքը դնում ենք ծոծրակի և սկսում ենք աշխատել 8, 7, 6, 5, 4 հիշեցնում եմ, եթե կդժվարանաք ոտքերը կարող եք դնել հատակին, անի ջան դու էլ եթե կդժվարանաս կարող ես ոտքերը դնել հատակին, եվս 8, 7, 6 արտաշնչելով, ձգվում ենք, շնչելով, իջնում ենք, եվս 4, 3, 2 և ստոպ։ Ոտքերը ավելի շատ օգնում են վարժությանը։ Թուլացանք։ Այժմ կատարում ենք մեջքի վարժություններ, անի պատրաստ ես, տես, հակառակ ձեռք, հակառակ պետք, ձեռքը հասցնում ենք ծնկանը և ուղղում ենք, ծնկանը և ուղղում ենք ձեռքդ, մի թեքի ձեռքդ էդպես պետք է լինի, 3, ապրում չիկը, 4, 5, ահա, 6, 7, 8 հիմա 10 բացվում են, և ձեռքը, և ոտքը բացվում են, 8, հայացքդ մի թեք, ինձ նայի, 7, ապրես, 6, շատ ապրես, 5, 4, 3, 2, վերջինը, ստոպ, դրեցինք, ես կողմեր ենք աշխատել, հասցնում ենք ծնկանը և ուղղում ենք և բացվեցինք, 8, հայացքդ ինձ, 7, 6, 5, 4,
3 2 եւ վերջինը stop գալիս ենք առաջ ձգվում ենք եւ գնում ենք հետ գալիս ենք առաջ ձգվում ենք գնում ենք հետ երբ որ գալիս ենք առաջ հրաշալիորեն ձգում ենք որովայնի մկանները երբ որ գնում ենք հետ ձգում եւ թուլացնում ենք մեջքի մկանները առաջ եւ հետ գնում ենք հետ դեպի կրունկները ձգվում ենք ճոճվում ենք 4 3 2 եւ գնում ենք խորությամբ շնչում ենք եւ բերանավարտաշնչում մեկ անգամ եւս դանդաղ բարձրանում ենք ոտքերը լայն ձգվում ենք արի ձգվի շնչում ենք 4 3 2 1 գալիս ենք կենտրոն ահա եւ աջ ձեռքը բարձրացնում ենք վերև բաղում ենք 4 3 2 1 եւ իջեցնում ենք ձախը ուղղեցինք հիմա փորձում ենք աջ ոտքը ուղղել ահա եւ ձգվում ենք առաջ ուղղեցինք այնուհետև ձախը ուղղվում ենք ձգվում ենք առաջ ահա այն ահա ոտքերը խաչաձև գալիս ենք առաջ անի հանգիստ շնչիր կոթավորը շնչիր բերանավարտա շնչիր կոթավորը շնչում ենք բերանավարտա շնչում շատ հաճելի զգացողություն է այնուհետև տես աջ ոտքը բռնում ենք եւ ուղղում եւ թեքում ենք դեպի մեզ այսպես այո մյուսը ուղղում ենք ոտքը եւ թեքում դեպի մեզ հրաշալի է Անի ջան, շնորհակալ եմ քո հաճելի մասնակցության համար։ Հուսամ հավանեցիր եւ ես քեզ շատ չտանջեցի։ Շատ չտանջեցիր, ես էլ քեզ եմ շատ շնորհակալ այսքան ջերմության ու այսքան ժպիտների համար քնարիկ։ Այսօր այսքան է սիրելի հեռուստադիտողներ։ Կհանդիպենք։ Ցտեսություն։